Ողջույն սիրելի ընկերներ, Մայիս Կարիբյանն է MMK Podcast, նորից ողջունում եմ բոլոր իմ հետևողներին, նրանք ովքեր առաջի անգամ են ինձ միանում, կարող եք հետևել իմ չանալին MMK Podcast, այս շոուն հիմնականում 4 կետերի մասին է, հավատք, ընտանիք, առողջություն եւ ֆինանսներ, եւ շատ անգամ ես ունենում եմ հիանալի հյուրեր, այսօր այդ օրերից մեկն է, շուտով կներկայացնեմ իմ հյուրին, բայց համոզված եմ, երբ որ տեսնեք իրան, շատերդ արդեն կճանաչեք, որտեվ ինքը այն գործի մեջ որ կա երկար տարիներ professional այդ մասնագիտության մեջ է եւ շատերը իրան գիտեն որպես Հակոբ Art hairstylist Հակոբ Art սիրով ուզում եմ ներկայացնել Հակոբին ողջույն Հակոբ ինչպե՞ս ես Ողջույն լավ մայրան դու ոնց ես լավ so սկսենք այդ անունը ոնց ծնվեց Հակոբ որտեվ շատերը քեզ ըտուց գիտեն so Սկսեց social media of Hagop. What I'm doing is like art. Art, okay. Կապսրի տարավ Hagop art. Էդի Հայաստանից ես create արել. Wow. So shop-ի անունն էլ տարավ Hagop Art Barbershop. Այո. So հիմա my second barbershop in LA also Hagop Art Barbershop, որովհետև already տենց ճանաչվեցի, so մնաց Hagop Art. That's the story. Շատ հետաքրքիր է, ես մի քիչ ուզում եմ, դե արդեն շատերը քեզ գիտեն, մանավանդ այդ ինդուստրիայի մեջ 21 տարի, որ դրա մասին ուզում եմ խոսամ, ինչքան կարևոր է, որ մի մասնագիտություն ընտրում ես, երկարաժամկետ մտածես, որ հաջողության հասնես։ Քիչ ժամանակ է, որ Ամերիկայում ես, առաջինը սիրում ես եւ ինչու եկար Ամերիկա։ Ուղղակի green card չայեցի, so նպատակ չունեի։ So it's opportunity. Ասի բաց չթողեմ ձերիցս. It's like level up. Ասի մի հատ էլ Ամերիկայում բացեմ shop. Այո. Բայց եկա սիրեցի. Շատ լավ է. Yeah. So 8 ամիս է այստեղ եմ. Այո. Շատ լավ է. Եղանակը շատ լավ է այստեղ կլիման վերջն է. Հայությունը sense իրար բռնած ջերմ. Տարբերություն զգում ես թե հայության եւ Հայաստանի եւ ինչ տարբերություն է։ Շատ։ Լավ թե վատ։ Լավ, ես լավադես մարդ եմ, լավ բաներն եմ տենում, վատ բաները անդեսում եմ։ Ընդհանուր լավ է, ըստե մի քիչ, բայց տարբեր է, կարելի ասել շատ տարբեր է։ Բայց դե ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում, բոլորս էլ հայ ենք, մեկս մյուսին պետք է սիրենք, հարգենք։ Իմ համար կապ չունի, Ռուսաստանի հայ է, Ամերիկա հայ ենք բոլորս էլ, վերջում նույն գաղափարը պետք է որ ունենանք։ Այո, շատ լավ։ Իսկ նախ առաջինը չեմ ուզում մոռանալ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որտեվ դու իմ եղբորը ընդունել ես քո մոտ որպես ստուդենտ Տիգրանին եւ դրա համար մեծ շնորհակալություն, ինքը շատ գոհ է քեզ, այնց ասма լավ դասատու է ինքը։ Ես եմ շնորհակալ։ Հա, դե իմ համար մենակ գործ անել, գումար աշխատել եւ այլ մենակ այդ չի կարեւոր։ Կարեւորը նաեւ մարդ իր գիտելիքը share անի։ Այո։ Մնացածի հետ, մնացած մյուս generation-ի հետ, դա էլ է շատ կարեւոր իմ համար, որ այն ինչ որ իմանում համար պետքա share անի, կիսվի այդ գիտելիքով, դա էլ է կարեւոր, որ շարունակվի այդ ամեն ինչը։ Եթե մի բան լավ գիտես, նու կապ չունի, իմ գործի հետ կապված չի մենակ։ Եթե մի լավ բան գիտեմ ես, մյուսներին օգնես։ Գնում եմ ասում եմ իմ շրջապատին ընկերներից եւ այլն, ասում եմ խոսքի ես ինչ ավտոյի վրա լավ դիլ կա։ Օրինակ։ Այո։ Օրինակ եմ ասում, ուզում եմ ուրիշներն էլ օգտվեն ինչ որ լավ բանից, մեկս մյուսով եմ որ։ Այո, էկրանների վրա շատերը տեսնում են մի հատ գիրք եմ գրել, կոչվում է The Secret of Living is Giving, ինչքան giving personality ունենաս։ Նախ առաջինը էդի քեզ ուրախ մարդ է սարքում։ 100%։ Ամենալավ զգացմունքներից մեկը give help others, չէ։ Եթե նկատել ես օրինակ դու շփվում ես շատ հայտնի մարդկանց հետ, մանավանդ մեր հայ community-ի մեջ, նրանք ովքեր հաջողված են կյանքում, եթե զգացել ես շատերը սկսում են ուրիշ բաներով տարվել, սխալ, բայց երբ որ հասկանում են, որ ամենալավ զգացմունքը հաջողություն հասնելու ընթացքում այդ ուրիշին օգնելն է, դու շատ չես էլ շեղվում ուրիշ բաներով, որտեղ դա ամենալավ զգացմունքն է։ Yes, որովհետև God loves givers։ Yeah. Բայց ինչքան Աստծո համար հաջող է այդ ամեն ինչը, ինչքան լավություն կարում ես, անում ես էդի ոնց որ այդ էներգին քեզ հետ է գալի։ Yeah, it's boomerang։ Իսկ Հակոբ անգլերենդ ինձ զարմացնում է քո անգլերենը 8 ամսվա մեջ ստեղ ես ընդ ես սովոր է ինչի ես սովոր է մարդիկ են պատճառաբանություն բերում լեզու սովորելը դժվար է ինչ կասես լեզու սովորելը դժվար չի
մարդու մտքին տեղ լինի, դժվար ոչ մի բան չկա այս կյանքում, մարդ որ մի բան ստեղ դրեց, հասնելու է իր նպատակին հաստատ։ Ցանկություն, եթե մարդ ցանկություն ունենում է, նաև աշխատանք պետք է, hard work։ Այո։ Պետք է հասնի մարդ իր ուզածին։ Եթե հավատա այդ ամեն ինչը կենցաղը կապ ունի, ես հասկանում եմ, բայց մարդ պետք է նպատակ ունենա, ստեղ նպատակ դրած, եթե իր ուզածին հասնելու համար մի քիչ էլ աշխատի, ինձ թվում է կհասնի մարդ։ Նայ, տես Հակոբ, մի հատ հետաքրքիր թեմա, որ շատ դիբեյթ եմ ունենում մեր հայերի հետ, նոր եկած հայերի հետ, հին եկած, եւ ասում են, գիտես ինչ, ես նոր եմ եկել Ամերիկա, լեզուն չգիտեմ, բլա բլա բլա, պատճառաբանությունը։ Հիմա դու էլ նոր ես եկել, էլի հասնում ես հաջողության։ Այսինքն նոր գալը էդի պատճառաբանությունա, թե իրոք ստեղծող մարդը ամենտեղ ստեղծում է։ Ես օրինակ կարամ բերեմ, ես Սիրիայից որ տեղափոխվել էի Հայաստան 12 թվին, համարյա ռուսերեն շատ բառեր են օգտագործում, ես չգիտեի։ Իմ մասնագիտության մեջ ռուսերեն լիքը բառեր, եւ ես դա սովորեցի մի ամսում։ Ուզած պետք է սովորեմ։ You have to learn։ Դա պետք է սովորես։ Եթե ուզում ես առաջ գնաս, մի քիչ էլ մեզ պետք է դանջենք, առաջ գնանք, սովորենք, չէ՞։ Այո։ Ամեն ինչ չի կարա տենց հալած կարակի պես հետա, պետք է սովորես, վիզ դնես, աշխատես ու կհասնես։ Այ այսօր նշեցիր 5-ին ես հելը։ 5 in the morning։ Նկատել ես նրանք, ովքեր կյանքում ավելի ձգտող են այդ քո ոնց են ասում հայկական վիզ դնող բնավորություն ունեն, իրանք շուտ են հելնում կյանքում, հիմնականում, որտեվ իրանք ունեն եռ ու ձգտում։ Նկատել ես դա։ Օրդ սկսում է պետք է լավ էներգիով սկսես, positive ու նայ, սենց ասեմ, ես չեմ սիրում ռոբոտի նման սենց այսինչ ժամ, օքեյ, լավ բան է, schedule ունենաս, աշխատանքդ, gym-ը եւ այլն, breakfast, բայց շատ ռոբոտի նման էլ ես անձամբ չեմ սիրում, մարդկա սիրում եմ, բայց շուտ զարթնելը լավ բան է, շատ լավ բան է շուտ արթնանալը ու սկսել օրը ինչ որ դու քեզ ոնց է հաճելի, տենց անես էլի, օրինակ մի բաժակ սուրճ, լավ breakfast, այդ ամեն ինչը ոնց որ քեզ դրամատրես, ոնց որ քեզ բան անես, էլի, տենց սիրելով անես մի բան։ Միտքը այնա, որ հավեսով անես, այդ սիրելով, հաճույքով, ոչ թե ստիպված պետք է հիմա breakfast անեմ, հետո ես ինչ ժամին գնամ գործի, հետո այդ գործից հետո պետք է հետ կամ դու լանչը եւ ամեն ինչը պետք է քեզ համ schedule ունենաս, համ casual լինես մի տեսակ։ Իհարկե, դա միտքը, that's the point, you got to balance։ Դի ամեն ինչ կյանքը տենց է, պետք է balance անես, ամեն ինչ իր տեղը ունի, աշխատանքը իր տեղը ունի, քո ընտանիքը իր տեղը ունի, your family, your kids, so աշխատանքն էլ ինքը իր տեղը ունի, իհարկե։ Նաև քեզ self care, դա էլ է կարևոր, քեզ հետևես, քո առողջությանը եւ այլն, այդ ամեն ինչը ոնց որ ասած balance պետք է անես։ Այո։ Նայ Հակոբ, օրինակ ես finance business-ի մեջ եմ արդեն 23 տարի, շատ էջենտներ կան, որ նոր են մտնում այս բիզնեսի եւ տարիների ընթացքում իրենց train եմ արել։ Բայց նկատում եմ մարդկանց շատ մասը շատ շուտ է հանձնվում, այլ քո բիզնեսի մեջ մեկը որ նոր սկսում է։ Մինչեւ վերջ գնում են առաջ, թե էլի շուտ միտքը փոխում են կամ այ ինչի՞ց է դրան, մարդիկ ինչի են շուտ հանձնվում։ Ասեմ, հարցը ոչ թե բայկարել, չբայկարել, եթե մարդ մի բան սիրելով է անում, իր ուզածին կհասնի։ Սկզբանը եթե մարդ չսիրելով է անում այդ ամեն ինչը, հաստատ ինքը հաջողության չի հասնելու, որովհետև վաղ թե ուշ հոգնելու է։ Ես անձամբ, որ իմ մոտ գալիս են սովորելու, աշակերտներ, որ վերցնում եմ, առաջի հարցը հետ եմ տալի։ Ասում եմ, դու սիրում ես այս ամեն ինչը, թե ուղղակի դիտարկում ես բիզնես, թե մեկը ասեց լավ փող կա դրա համար։ Բանջակա, trendy, you feel me, like եթե չի սիրում ու ինքը ինչ որ կողքից ասել են, որ լավ բանա գնա սովորի, ինքը մեջը չկա, ասում եմ մի սովորի, ավելի լավա գնաս ուրիշ մի բան արա, եթե սովորական get a job, ինչ որ աշխատավարձ կստացի, that's it, բայց եթե մի բան սկսում ես 0-ից ու եթե սիրում ես, սիրելով ես ընտրել այդ ամեն ինչը, այո, ինքը հաստատ այդ ծառը որ տնկում ես պտուղը քաղելու ես հաստատ քաղելու ես պտուղը, բայց դե այդ ծառը որ տնկում ես նաև պետքա ջրես, խնամես, ժամ տաս, ժամանակ պետք է տրամադրես, իհարկե չի լինում մի անգամից բում արագի մեջ, դա ասում են բախտս չբերեց, բայց ես չեմ հավատում, տենց բան չկա, ասում են իմ բախտը չբերեց, այն մյուսի բախտը բերեց, նայ առաջ գնաց, չէ, հավատա բախտը մեր ձեռքերում է, մենք ենք ստեղծում բախտը, եթե դու վիզ դրած
չջրես, չես հասնի քո ուզածը։ Այո, Նպատակ պետք է ունենաս, պետք է սիրես, սիրելով անես այդ ամեն ինչը, հենց առաջ կետա հաստատ։ Այո։ Հիշում ես քո առաջի անգամ կտրել մազը սխալ արել ես, Իհարկե։ Հեչ մեկը այսպես բողոքված դուրսա գնացել կամ ասել այլ չեմ գա։ Տենց դեպքեր հիշում ես։ Չէ, այդքան չի եղել, որովհետև աշխատում եմ, դե փոքր հասակում եմ սկսել այդ ամեն ինչը։ Առաջինը սկսել եմ պապայիս մազերը կտրել, տենց Քիչ հիմա կտրում ես պապայի մազերը։ Ինքը support էր անում, ասում էր it's okay, մյուսին ավելի լավ կլինի, տենց։ Հետո սկսեցի ինքս եւ այլն, մի քանի անգամ ճղել եմ, razor-ով բան է անում, տենց քիչ-քիչ ընկեր, բարեկամ շրջաբաց, so ինձ բան են անում, չհավանելին էլ ասում են it's okay։ Մյուսը լավ կլինի հաստատ, մի նեղվի, so support էին անում, push էին անում, ես քիչ-քիչ արդեն մեծացա, գնացի բանակ եւ այլն։ Բանակում կտրում էիր զինվորներին։ Մեծավորների մազերն էի անում եւ այլն, տենց մոդեցումը կապ ունի, էդ էլ կապ ունի։ Ասենք մի բան որ ներկայացնում ես, եթե սիրուն ես ներկայացնում, անգամ եթե լավ չիման ասել, եթե ճիշտ ես ներկայացնում, սիրուն պուպուշ ինքը ոնց որ հա, դա շատ մեծ կապ ունի, ոնց որ self confidence, դա շատ կարևոր է, որ մարդը ինքնավստահանում է, so մարդը նայում է, ասում է, okay, ինքը մարդիկ տենում են այդ ամեն ինչը, քո մեջ տենում են այդ, որ կարա, չես կարա, հասկանում ես, մանավանդ որ մի քիչ բան level-ի հետ ես աշխատում, մի հատ նայում են իրանք հասկանում են, որ այդ self confidence-ը ինքը տենում է, զգում է, ասում է, okay, ինքը քեզ վստահում է, fully trust անում, that's it, ինքը հանգիստ նստում է եւ այլն, ամեն ինչն է տենց բայց։ Հակոբ, իսկ ունես դասեր, աշակերտներ ընդունում ես եւ եթե ունես, խնդրում եմ տարածի մարդիկ թող կապնվեն քո հետ։ Հա, հիմա ներկաբային 3 հոգի կա, արդեն գրանցվել են, արդեն մի հոգին եղբայրը գալիս է արդեն եւ այլն։ Բացվել է ձեռը։ Շատ լավ, արդեն 3-րդ ամիսն է, հեսա պատրաստում եմ իրան լրիվ աթոր հանձնեմ եւ այլն։ Այո։ Իմ համար որպես մարդ էլ կարեւոր է իմ ստուդենտները, այո, դա էլ է կարեւոր, ամեն ինչ էլի եմ ասում, it's not all about the business, making money, no, մարդ որպես մարդ, դա էլ է իմ համար այդ ամեն ինչը կարեւոր, որ հաճելի էլ պետք է լինի այդ մարդու հետ, խոսասուրից էլ, որովհետեւ մենք աշխատանքի մեջ համարյա ընտանիքից ավելի ժամանակ ենք անցկացնում գործի տեղը։ Այո։ Ամբողջ օրը ժամանակ անցկացնում ենք իրար հետ, խոսում ենք, շփվում ենք, քննարկում ենք, սովորում ենք։ Այո։ Ես էլ 20 տարուց 21 տարի անում եմ այս գործը, բայց մինչև հիմա բաներ կա սովորում եմ։ Ինքը օվկիանոս է։ There is no limit։ Միշտ էլ կա աճելու տեղ կա, սովորելու տեղ կա, այն մարդը, որ ինձ ասում է, ես գիտեմ, ես ամեն ինչ գիտեմ, ես հասել եմ վերջ, իմ համար ինքը թույլ մարդ է։ Կյանքում չկա տենց բան։ Ամեն ինչի մեջ, ինչքան էլ լավ անես, քեզնից լավ անողը հաստատ կա։ Ահա։ Չգիտեմ, ես տենց եմ մտածում, որ ամեն ինչի միշտ ավելի լավը կա։ Ես կարծում եմ քո հաջողության գաղտնիքներից մեկը դա, որ 21 տարուց հետո էլի ստուդենտ բնավորություն ունես։ Of course։ Դի սովորես։ Միշտ էլ կարող է չնչի մի բան իմ աշակերտը ինձ սովորացնի։ Չնչի մի բան։ Ես իրանից մի բան կարող եմ սովորեմ։ Կյանքը այնպես բան է, որ մարդ ինչքան ասում է ես եմ, չէ, ինքը ոչ մի բան է։ Մարդ որ ինքը ուզում է սովորի, ավելի առաջ գնա, չիմանալը ամոթ չի։ Այո։ Ամեն ինչն է այտենց մեր կյանքում։ Լիքը բաներ կա, որ մենք մտածում ենք գիտենք, բայց չէ, փաստորեն, չգիտեի։ Լավ, մի հատ էսպիսի հարց տամ։ AI-ը մի օր hairstylist-ների բիզնեսին կխփի, no way։ Խլի էլ թող լավ լինի, ավելի լավ handmade-ը, մերը ավելի առաջ գետա, ավելի թանկ կլինի ամին։ Okay։ Դրա մեջ էլ ես լավատես։ Հա, դե հիմա ամեն ինչ AI-ա գնում, ամեն ինչ արագ, շատ բան է։ Լավա ու լավ չի։ Ես հասկանում եմ ինչ նկատի ունես։ Լավ է մի կողմից, որ ամեն ինչ հեշտանում է բան, բայց ոնց որ այդ չգիտեմ, ինչ օրինակ կարող բերեմ, հիմա 5 րոպեում մի հատ երգ են սարքում։ Ես լիքը ունեմ երգիչ երաժիշտ ընկերներ, որ ոնց որ այդ հոգի չլինի մեջ, այդ համ-հոդը չմնա այդ AI-ով սարքածը։ Երբ որ դու մի բանի շատ հեշտ ես հասնում, մի տեսակ, okay, ինչ է, հեսա մի 2 րոպեում երգ սարքեմ beat-ը, ինչ ձենով ես ուզում։ Այդ էլ մի բան չի։ Չէ որ այդտեղ լուրջ աշխատանքներ կա, ստուդիոս, երաժիշտներ, այդ ամեն ինչը
ժամանակ գումար են ներդրում արել, ծախսել այդ ամեն ինչը, որ մեջտեղ հանեն, բերեն այդ ամեն ինչը հանդիսատեսի համար ու մի տեսակ, որ հիմա այդ ամեն ինչը հեշտ է ստեղծել, ոնց որ չգնահատվի այդ արտիստի արածը։ Դա մի տեսակ ցավալի է։ Հիմա այս վերջերս շատ այն որ բան փուլում ենք, չգիտեմ, ես մի քանի տարուց ուր ենք հասնելու, ինչ է լինելու, կարող է 2 տարի հետո robots բան։ Ես կարամ ավելացնեմ, եթե դու աշխատասեր ես, ինչ ուզում ա լինի։ Աշխատող մարդը էլի ճանապարհը ճարելու է։ Իհարկե։ Դե հիմա գցենք, եթե մեր գործի մեջ, եթե ինչ-որ մաշիններ եղավ, կոպիտ ասած, հա, որ ինքը անի այդ մաշինը բանը, եթե տենց բան եղավ, ես հաստատ կբերեմ այդ մաշիններից։ Արդեն կնայեմ։ Հաստատ ինձ լավ ոչ մեկ չի անելու, որովհետև I'm in the business, like լավ, էդի որ ասեցի։ Դի հարմարվես մի քիչ էլ ինչ կա, շուկան ինչ է այդում, դի առաջ գնաս, եթե տենց ձեռները ծալած նստես, տենաս այն մեկը առաջա գնում, էդի հաստատ դու էլ պետք է ոնց որ հարմարվես այդ մտքի հետ, դու էլ այդ ուղղությամբ արդեն Պիտի փոփոխության հետ հարմարվես։ Դի հարմարվես, դե հիմա կյանքը առաջ է գնում։ Հիմա ասենք ամեն ինչ առաջ գնում, հա, ոնց որ դու էլ պետք է հարմարվես այդ մտքի հետ, դու էլ ունենաս այդ ամեն ինչը, որ ոնց որ բագած չթողես։ Այո։ Իսկ հետաքրքիր հարց, հեշտ մտածել ես քանի հատ haircut ես արել քո կյանքում։ No. Հələ մի օր հաշվի։ It's hard. It's hard. Just կարա էդի հաշվես։ Yeah. Իմ համար, սենց ասեմ, իմ համար ավելի կարևոր բաներ կա, ոչ թե քանակն է, իմ համար որակն է կարևոր։ It's not about the quantity, it's the quality. I mean, ինչ ձևի մարդկանց հետ ես աշխատում, որակով մարդկանց հետ, իմ հիմա հաճախորդները, չեմ ուզում հաճախորդներ ասեմ, they almost friends։ Այո։ Ասենք իրանց հետ տալի առնում ես, ամեն շաբաթ գալիս են, ժամանակ են կոմոդ դրամատրում ես իրանց հետ, ինչ որ մի հատ կոֆե են խմում եւ այլն, այդ ամեն ինչը համով պետք է լինի, հաճելի պետք է լինի, ինքն չպետք է որ կա ինչ որ սերվիս տվեցիր, դու charge արեցիր, գնաց։ Չէ, ես սիրում եմ որ sense մանավանդ իմ գործը այդ է, մի քիչ sense խոսալով, շփվելով մարդկանց հետ good energy, good vibes, ինչ որ երգենք լսում, չգիտեմ։ Այո։ Մի հատ հարց, այսպես մի քիչ բիզնես տեսանկյունից կամ մեկը նոր է սկսես բիզնեսը, ինչ անի որ հաճախորդություն հավաքի, քո խորհուրդը ինչ կլինի։ Կարա դեմից ինչ որ դիսկաունտով անի, ինչ որ ձրի haircut-եր անի օրինակ, ֆլայերներ բաժանի, երբեք ամոթ չի այդ ամեն ինչը 0-ից սկսելը։ Այո։ Լրիվ օքեյ է, որ մի քիչ էլ ինքը։ Այո։ Միջև database ունենա արդեն։ Yeah, միջև database ունենա, so կարելի է flyer բաժանի, social media advertising, that's big։ Yeah։ Այդ ինձ շատ է օգնել, ես 2010-ներ Instagram, 2011-12 այդ թվերին։ Այո։ Yeah, back in the days այդքան չէին անում այդ որ նկարեին, advertise, so ես շուտ սկսեցի այդ ամեն ինչը անել։ Ու effective էր։ Oh yeah, big time։ Yeah։ Իսկ Հայաստան հեչ գնացիր ես ընթացքում։ Չէ, բայց հեսա շուտով գնալու եմ, պետք է գնամ կամ դե որովհետև այդտեղ էլ բիզնես բան ունեմ, այո, պետք է գնամ, հետևեմ։ Այո։ Մի քանի հարցեր, ինչ արագ անցնում ժամը։ Օրինակ դու գիտեմ նաև հայր ես, օրինակ կարծում ես ծնողը ինչ մասնագիտություն ունի, նույնը պետք է ասի, որ երեխան անի, թե դա սխալ միտք է։ Սխալ միտք է։ Ես դեմ եմ։ Պետք է երեխան ինքը ընտրի, այն ինչը որ սիրում է։ Պետք չի, այլ ընդհանրապես պետք չի երեխուն ըստիբել մի բանի, որ էսի արա։ Ծնողը կարա խորհուրդներ տա, լավ advice անի, էսիա լավ, էսիա վատ, բայց երեխան իր մեջից ինչ կա, դե երեխան մեծանալուց նայում ես, հասկանում ես ինքը ինչ է սիրում, մեջը ինչ կա, ինչ Կոնտրոլությունը թողենք երեխու վրա։ Նախասիրություններ ունի, իհարկե, որովհետև ինքը պետք է ընտրի այդ ամեն ինչը, ծնողի բարդականությունը, իրան լավ education տա, դրամատրի այդ ամեն ինչը, այն ինչը որ ուզում է, այդ է իր բարդականությունը ծնողի, որ այն ինչը որ սիրում է դրա մեջ խորանա, դասընթացների ուղարկի եւ այլն take care անի, այդ է ծնողի բարդականությունը։ Եթե երեխան սիրելով է անում, ինքն է ընտրում, ինքն է ընտրելու, ես անձամբ ես եմ ընտրել։ Իմ հայրը ասել է չի ստիպել, ես որ մեծացա դպրոց բան հետո
ընտրում էի մասնագիտությունը։ Բանը հայրս բադիշապ ուներ, ինքը ավտոներ եւ այլն գործով էր զբաղվում, ես սիրում եմ ավտոներ, ասեց կարաս սրա մեջ։ Սրա մեջ կարաս մտնես, սկսես եւ այլն, ամեն ձևի թեքեր կանեմ, ես իմ բիզնեսը քեզ կփոխանցեմ եւ այլն, բայց ասեց դու ինչ սիրում ես, ինչ ես ուզում դառնաս, դու որոշի, դա շատ կարեւոր է, հա։ Նույն ձևի ես էլ իմ երեխուն կանեմ հաստատ, որովհետեւ ստիպել պետք չի ոչ մի բանի, որովհետեւ վաղը մյուս օր որ մի բան էլ լինի, ասելու է, you know what, point finger անելու, եղել է, ես 30 քանի տարեկան աշակերտ ունեցել եմ, ինքը աշխատում էր բանկում, ինքը շատ լավ բաժտոն ուներ, սովորական տենց բան չէր, էլի։ Այո։ Լավ բաժտոն ուներ բանկում, լավ աշխատավարձով եւ այլն, ինքը իմ մոտ եկավ, ասեց ուզում եմ բարբեր դառնամ։ Ինքը իմ հաճախորդն էր, գիտեմ, ասում, are you serious? Լուրջ ես, բահա, ասում, բայց դու աշխատանք ունես, լավ position ունես եւ այլն, ասեց չեմ սիրում, ասեց, ես փոքր տարիքից միշտ սիրել եմ, ուզել եմ մազ եւ այլն, ես եմ սիրել, բայց ծնողներս ստիպել են որ բանկի մեջ մտնի։ Այո։ Ինքը փոխեց վերջը։ Իր ծնողները հայրն ու մայրը բանկիր էին, այդ գործի մեջ են եղել, այդքան տարի հետո ինքը անիմաց դանջվել է, բայց մեկ այնքը իր ուզածը հետո արեց, սովորեց գնաց Ռուսաստան։ Օրինակ, միտքն եմ ասում։ Ու չգիտեմ, հեսա նայելու է այս ամեն ինչը, ասել, oh that's me։ Ասածս ինչա, մի բան պետք է սիրես, սիրելով անես, այդ ընտրությունն էլ երեխեն պետք է ընտրի, որովհետև կարա ծնողը խորհուրդներ տա, ասի գիտես ինչ կա, ես ինչ բանը լավ է, եսի լավ է, չգիտեմ, բայց որ ինքը ստիպել պետք չի։ Մանավանդ հիմա այս դարում այդ ժամանակում ենք ապրում, որ հաստատ պետք չի ստիպել, ես դեմ եմ։ Նախասիրություններ ինչ ունի երեխեն, music, նվագելու հետ, ինչ սիրում է գործիքը ընտրել, ինքը թող ընտրի մարզանք, սպորտ, կարատե, չգիտեմ, ինչ որ սիրում է, wrestling, դրան ուղարկի, basketball, ինքն է ընտրելու այդ ամեն ինչը, ծնողը իր բարդականությունը զարգացնի առաջ տանի երեխու այդ իր նախասիրությունները, համ իր կարիերը, աշխատանքային կամ ուսման կամ սպորտ, այդ ինքն է ընտրում։ Մի քանի հարցել եւ մոտենում ենք ավարտին, կա մի բան, որ կյանքում վախենում ես։ Վախենում եմ, Աստծուց եմ վախենում ես։ Ինչ լավ պատասխան էր։ Վախ ասելով հավատքը այն ոչ թե հասկացար։ Այո։ Ես մենակ Աստծուց եմ վախենում։ Ինչ անենք, որ լավ հայ լինենք։ Իրար օգնենք, սիրենք, հարգենք, հարգանքը շատ է պակասել այս վերջերս։ Շատ է պակասել, նախանց այդ չարությունը, այս մեկը ավելի լավ մեքենա քշում, այս մեկը ավելի լավ տունում, լավ պայմաններով, այդ նախանցն է ինձ թվում, որ մարդիկ չի թողում մարդկանց առաջ գնան, որովհետև մարդիկ ուրիշի կյանքով են ապրում ու իրանք մոռանում են իրանց վրա ֆոկուս անեն։ Պետք է իրանց վրա ֆոկուս անեն ու առաջ գնան, ոչ թե ուրիշի կյանքով ապրեն։ Ցավոք այդ է, որ պետք է իրար սիրենք, հարգենք, մի բանով օգնենք։ Կապ չունի, it's not about a financial ինչ որ գումար, no։ Չնչին բաներ կա, որ անես, դա հաստատ շատ մեծ կթվա մարդկանց մոտ, նաև իմանաս ում ես անում։ Դա էլ է կարևոր, որովհետև հիմա լիքը բանը շատ կան մարդիկ, որ անշնորհակալ են։ Այո։ Բայց ամեն դեպքում ողորմած հերս լավ խոսք ուներ, ասում էր լավություն արա ձովը գցի, Աստված տենում է։ Դեգուզ ինքը չգնահատի էլ Աստված կտենա, հաստատ դրա դիմաց դու կստանաս, եթե դու չէ, քո երեխեքի դեմը կտնի Աստված։ Եթե լավություն ես արել, լավությունը ստանալու ես հաստատ։ Իսկ ինչ անենք, որ ծնողից խոսացիր, լավ ծնող լինենք։ Այ քո լավ օրինակը, արդեն իրանք, ես կարծում եմ շատ անգամ ոչ թե պետք է ասենք երեխուն ինչ անի, այլ ցույց տանք մեր օրինակով իրանք արդեն կտենան։ Դե երեխու մոտ ոնց է կազմում, ինքը երեխեն տան մեջ տենում է, դու ոնց ես վերաբերվում կնոջդ, իր մամային, դա շատ կարևոր է, որ ինքը ոչ թե իրան ասենք, ցույց տանք, անենք այդ ամեն ինչը, որ անում ենք այդ քայլերը, ինքը արդեն automatically վերցնելու է, ինքը որովհետև ոնց որ իր հերն է idol-ը, ասած, նայում է, ինչ է անում, մաքսիմում մենք ճիշտ ապրենք, ճիշտ քայլերով գնանք, մաքուր ապրենք, ճիշտ սխալներ չանենք, ինքը այդ ամեն ինչը տենալու է նույն ձև անի։ Այո։ Ճիշտ քայլերով։ Էսի վերջի հարցն է ու կարծում եմ շատ հյուրերի տվել եմ։ Այ այսօրվա Հակոբը, քանի տարեկան որ կաս։ Okay։
Եթե 20 տարեկան Հակոբին խորհուրդ տար, ինչ կասեր։ Ժամանակ չծախսեի ուրիշ բաների վրա, ավելի շուտ անեի այն ինչ որ արել եմ։ Որովհետև կյանքը կարճ է։ Ինչքան շուտ քայլեր անես, ավելի լավ է։ Very good. Ավարտվեց մեր հաղորդումը, Հակոբ, ինձ շատ հաճելի էր։ Հետաքրքիր զրույց ունեցանք։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մեծ Շատ սիրով։ հաճելի էր։ Մերսի Մայիս ջան։ Thank you որ եկար։ Շնորհակալություն բոլորիցդ եւս, որ նայեցիք այսօրվա ծրագրամը, տարածեք ձեր էջերում, կհանդիպենք մյուս անգամ։ Մայիս Կարիբյան։